Հովանես Թումանյանի Կիկոսը Վայ Կիկոսյան, վայ բալաջան, դու մեռած, ամենք ոնց ա։ Անբան Հուրին Հարևան գյուղից մի չաղլիկ կնիկ, դե չհիշեցիք, աղջիկ նա ունի, անունը Հուրի։ Ձախորդ Փանոսը Փանոս! Այ Փանոս! Եվ շատ հեքիաթներ այսօր հասանելի են նաև արևմտահայերեն։ Գահարցնեն ցիավորները, Չախ թագավորինը, կպատասխանեն նախրաբանները։ 22 հեքիաթներից բացի արևմտահայերեն կներկայացվեն նաև մեծ գրողի պոեմները, բալադներն ու քառյակները։ Փոխադրման աշխատանքներին մասնակցել է դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը։ Այս համագործակցությունը նա բացառիկ է համարել։ Արևմտահայերեն բեմից կարդացել եմ շատ անգամ, բայց զուտ ձայնագրություն առիթ չեմ ունենալու եւ ինձ համար սա եւ շատ անսպասելի եւ շատ պարտավորեցնող եւ իհարկե հպարտություն առաջացնող առաջարկ էր։ Ձայնագրման աշխատանքներին մասնակցել է նաև Արամ Կոստանյանը։ Դերասանի կարծիքով մեծ գրողի ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրումը շուտով լայն տարածում կգտնի Սփյուռքի հայ համայնքներում։ Եթե կա երկրագնդի մեջ մի մեծ զանգված, որը ի սկզբանե իր լեզուն արևմտահայերենն է, ուրեմն թող մեր գրողներն էլ, որոնք գրել են արևելահայերեն, հնչեն արևմտահայերեն։ Արևմտահայերեն տարբերակները կհրապարակվեն Ոսկեդարան հավելվածում։ Նախաձեռնությունը Թումանյանի տուն-թանգարանինն են նվիրված բանաստեղծի 155-ամյակին։ Մենք մտածեցինք ինչպես շնորհավորենք Թումանյանին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա շատ արագ է աշխարհը փոխվում եւ երեխաներին մի քիչ դժվար է գրքերի մոտ պահել, որոշեցինք Թումանյանը ստեղծել Թումանյանի բջջային հավելված։ Այսօր հավելվածում կարելի է գտնել Թումանյանի լավագույն ստեղծագործությունները՝ պոեմներ, քառյակներ, հեքիաթներ եւ բալադներ, թարգմանված մի քանի լեզուներով։ Դարանն արդեն բազմալեզու է։ Այսօր դուք այնտեղ կարող եք գտնել իտալերեն 12 հեքիաթ, արդեն ներբեռնված է։ Ճապոներեն, պարսկերեն թարգմանություններ եւ ընթերցումներ տեղի են ունեցել։ Թարգմանությունները այժմ հնչյունային ձևավորման փուլում են։ Տուն-թանգարանի տնօրենի խոսքով արևմտահայերեն ընթերցումները նախաձեռնել են հատկապես դասական Սփյուռքի համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արևմտահայերենը պահպանվի եւ փոխանցվի։ Եվ ոնց կարող է դա արվել, դա կարող է արվել գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով։ Տուն-թանգարանը նպատակ ունի այս ստեղծագործությունները տպագրել եւ նվիրել Սփյուռքի հայկական կրթօջախներին։